Բարև ձեզ հարգելի գործընկերներ, խնդրում եմ չաթում գրեք արդյոք լսվում է իմ ձայնը։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ եւս մեկ անգամ, շատ ուրախ եմ, որ ժամանակ եք գտել եւ միացել եք մեր վեբինարին այսօրվա Լանկավի եւ Կուալա Լումպուր։ Այսօր ձեզ ներկայացնելու ենք Մալայզիայի անհավանական շքեղ կղզիներից մեկը Լանկավին եւ մայրաքաղաքը Կուալա Լումպուրը։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ զգուշացնել, որ ձայնագրվում է մեր վեբինարը, չնայած նախորոք զգուշացնում է Google Meet-ը, բայց իմացեք։ Էկրանը եւս երևում է, չէ՞։ Խնդրում եմ չաթում դա եւս գրեք, ձայնը եւ էկրանը երևում է եւ արդեն անցնենք մեր բուն վեբինարին։ Սկսենք նրանից, որ Լանկավին Մալայզիայի ամենագեղեցիկ կղզիներից մեկն է, այն կազմված է 99 կղզիներից, արխիպելագ է, 99 կղզիներից կազմված եւ Լանկավին ամենամեծ կղզին է։ Լանկավի բնությունը ֆանտաստիկ է եւ զարմանահրաշ իրականում եւ Լանկավը նշանակում է կարմիր արծիվ։ Ինչու է այս կղզիների խումբը կոչվում Լանկավի, որովհետև այստեղ շատ տարածված են կարմիր արծիվները եւ հենց այդ արծիվն է Լանկավի խորհրդանիշն է եւ քաղաքի կենտրոնական հատվածում տեղադրված է արծվի արձանը, հսկայական մի մեծ արձան։ Եվ այսպիսով անցնում ենք հաջորդ կետին, ինչպես հասնել Լանկավի։ Լանկավի հասնելու մի քանի տարբերակներ կան, որոնցից մեկը դա պետք է թռնել դեպի Կուալա Լումպուր եւ այնտեղից ներքին թռիչքով գնալ դեպի Լանկավի։ Իսկ երկրորդ տարբերակը դա Fly Dubai-ով միանգամից թռնել դեպի Լանկավի եւ այնտեղ անցկացնել հանգիստը եւ կրկին վերադառնալ, կամ շարունակել ճանապարհը դեպի Կուալա Լումպուր կամ այնտեղ, որտեղ ցանկանում են զբոսաշրջիկները։ Նշեմ, որ այսօրվա մեր ծրագրում կպատմենք հիմնականում Լանկավի մասին, կպատմենք Կուալա Լումպուրի մասին եւ մուտքի կանոններին կանդրադառնանք անպայման, ինչպիսին են Մալայզիայում մուտքի կանոնները, ինչ պահանջներ կան եւ կկենտրոնանանք մի քանի հյուրանոցների վրա։ Իհարկե ոչ մանրամասն, որովհետեւ մենք այդ հյուրանոցների մասին վիդեոներ անպայման տեղադրելու ենք մեր YouTube-յան ալիքում եւ դուք կարող եք մտնել եւ ինքներդ տեսնել, թե քանչյուր հյուրանոցը ինչպիսի կատեգորիաներ է առաջարկում եւ ընդհանրապես ինչ է առաջարկում զբոսաշրջիկներին։ Մենք առաջարկում ենք եւ խորհուրդ ենք տալիս, որպեսզի զբոսաշրջիկները Լանկավիում հանգստանան առնվազն 10 օր, սակայն դա իհարկե կախված է յուրաքանչյուրի ցանկությունից, մեր առաջարկը եւ խորհուրդը դա 10 օրն է։ Ահա, ինչպես տեսնում եք, նկարում երևում է Լանկավի խորհրդանիշ արծիվը, դա հենց գտնվում է Պանտայ Չենանգ հատվածում, անպայման անդրադառնալու ենք Լանկավի լողափերին, սակայն դրա մասին մի փոքր ավելի ուշ։ Ինչպիսի էքսկուրսիոն ծրագրեր ենք առաջարկում Լանկավիում, ուրեմն մենք առաջարկում ենք համադրել երկու ուղղությունները՝ Կուալա Լումպուր եւ Լանկավի, անցկացնել Կուալա Լումպուրում 2-ից 4 գիշեր, տեսնել Կուալա Լումպուրի տեսարժան վայրերը եւ այնուհետեւ մնացած հանգիստը անցկացնել Լանկավիում։
Եվ ինչպես նաև մենք ունենք հրաշալի տուր, որը կոչվում է Զարմանահրաշ Մալայզիա 7 գիշեր եւ 8 ցերեկ։ Այդ էքսկուրսիոն ծրագրի ընթացքում հյուրերը տեսնում են թե Կուալա Լումպուրի տեսարժան վայրերը, այնուհետև այցելում են Cameron Highlands, Genting Highlands, ինչպես նաև Ipoh, Penang եւ այլ վայրեր։ Այնուհետև նրանք այդ զարմանահրաշ Մալայզիա խմբային տուրից հետո կարող են այցելել Լանկավի։ Սակայն ես այսօր չեմ մանրամասնում այս տուրը եւ անցնում ենք առաջ, որպեսզի ներկայացնենք հենց Լանկավին։ Ահա, ինչպես տեսնում եք, սա Լանկավի քարտեզն է իր հայտնի բոլոր լողափերով եւ ես ուզում եմ ձեզ ցույց տալ Լանկավի ամենահայտնի լողափը, Պանտայ Չենանգն է, գտնվում է այս հատվածում, ամենաերկար լողափն է եւ ամենահայտնի, ամենաակտիվ կյանքի կենտրոնացվածությունը հենց այստեղ է, այստեղ կան բազմաթիվ սրճարաններ, ինչպես նաև հյուրանոցներ, թե 5 աստղանի, թե 4 աստղանի, որոնք բոլոր հյուրերի համար կարող են գտնել այն, ինչ նրանց համապատասխանում է։ Այս հատվածում է գտնվում Պանտայ Չենանգը, Պանտայ լողափը։ Այս լողափը նախատեսված է ակտիվ հանգստի սիրահարների համար եւ եթե ձեր տուրիստները, ձեր հյուրերը ուզում են անպայման ակտիվ հանգիստ, ապա նրանց պետք է առաջարկել հենց այս հատվածում հյուրանոցներ, իսկ Պանտայ Չենանգից ներքև Պանտայ Տենգա լողափն է, որը եւս հրաշալի լողափ է, հրաշալի ավազով, փափուկ, ամեն ինչը շատ գեղեցիկ, սակայն ի տարբերություն Պանտայ Չենանգի, Պանտայ Տենգան ավելի հանգիստ եւ խաղաղ հանգստի սիրահարների համար է։ Չնայած շատ մոտ է գտնվում Պանտայ Չենանգին եւ մոտավորապես 10 րոպեի ընթացքում հնարավոր է մի լողափից հասնել մյուսը ցանկության դեպքում, գտնվելով եւ խաղաղության մեջ եւ միևնույն ժամանակ ակտիվ հանգստին շատ մոտիկ։ Ահա, Պանտայ Տենգան գտնվում է այս հատվածում։ Իսկ Պանտայ Չենանգից դեպի հյուսիս արդեն Պանտայ Կոկ լողափն է։ Ինչով է առանձնահատուկ այս լողափը, որովհետև այստեղ է գտնվում նավահանգիստը եւ այս հատվածում է գտնվում նաեւ Դանա հյուրանոցը եւ Small Lux ցանցի հյուրանոցների մի մասն է։ Նրա յուրահատկությունը նրանում է, որ մի հատվածում գեղեցիկ եւ շքեղ բնություն է, իսկ մյուս հատվածում նավահանգստի գեղեցիկ տեսարանները։ Ահա տեսնում եք այդ հատվածը, սա է Պանտայ Կոկի հատվածը։ Պանտայ Կոկից ավելի վերև արդեն գտնվում է Դատայ լողափը։ Այս լողափում ընդամենը 2 հյուրանոցներ կան։ Դրանք Անդամանն են եւ Դատայը։ Այս լողափը համարվում է աշխարհի 10 ամենահայտնի լողափերից մեկը, գտնվում է ծովածոցում, պաշտպանված բոլոր տեսակի քամիներից, մուսոններից եւ շատ հարմար է թե ընտանեկան հանգստի համար, թե զույգերով հանգստի համար, անվտանգ է երեխաների համար եւ հանգիստ կարող եք հենց այս հատվածը առաջարկել, հենց այս հյուրանոցներից որևէ մեկը առաջարկել ընտանիքների եւ զույգերի համար անվտանգության եւ հանգստության հետ կապված։ Դատայից այս կողմ գտնվում է Լանկավի ամենահայտնի եւ ամենագեղեցիկ լողափերից մեկը, դա Տանջունգրու լողափն է, որտեղ գտնվում է ընդամենը 1 հյուրանոց։ Four Seasons Resort Լանկավին, այս լողափի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն ձգվում է մոտավորապես 1 կիլոմետր 700 մետր եւ
ամբողջովին ազատ տարածք է, այսինքն քանի որ այստեղ գտնվում է միայն Four Seasons Resort-ը, այստեղ բազմամարդ չէ, այստեղ շատ գեղեցիկ մայրամուտներ եւ լուսաբացեր կարելի է դիմավորել, ի տարբերություն հարավարևելյան Ասիայի այլ երկրների, Four Seasons-ի Տանջունգրու լողափի մայրամուտները եւ լուսաբացները իրականում շատ յուրահատուկ են եւ անհրաժեշտություն չկա ինչպես հարավարևելյան Ասիայի այլ երկրներում այդ արթնանալ ժամը 6-ին եւ դիտել լուսաբացը. այստեղ լուսաբացը լինում է մոտավորապես 7-ից 7:30 ժամանակահատվածում եւ իրականում շատ գեղեցիկ եւ վարդագույն լուսաբացներ եւ մայրամուտներ են լինում, որը անհրաժեշտ է տեսնել։ Եվ ահա լողափերը այդքանն են Լանկավի եւ յուրաքանչյուր լողափում տեղակայված են 5 աստղանի եւ 4 աստղանի հյուրանոցներ։ Ահա, անցնենք հաջորդ կետին։ Լանկավիում հնարավոր է հանգիստ կազմակերպել եւ տարբեր էքսկուրսիոն ծրագրեր առաջարկել հյուրերին, ինչպիսիք օրինակ նրանք կարող են գնալ եւ տեսնել լուսատիտիկների գետը, մանգրաների անտառները, շրջել ջունգլիներով, ինչպես գետի վրայով, այնպես էլ ջունգլիների միջով ավտոմեքենայով կարող են շրջել, ինչպես նաեւ առաջարկում ենք ձկնորսություն, կարող են գնալ ձկնորսության, կարող են ոսանք յախտայով վերցնել ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։ Մի խոսքով Լանկավին առաջարկում է էքսկուրսիաների բազմաժանր տեսակներ, կարող են այցելել Հղի կնոջ լիճը, որը շատ յուրահատուկ լիճ է, ինչով, որովհետև ծովը եւ լիճը բաժանում է ընդամենը շատ բարակ շերտ, անտառային շերտ, մանգրաների շերտ, սակայն յուրահատկությունը նրանում է, որ այս լիճը քաղցրահամ է, իսկ ծովը, ինչպես գիտենք, քաղցրահամ չէ։ Եվ լեգենդները ասում են, որ պատերազմի ժամանակ Հղի կինը թշնամիներից փախչելու ժամանակ խնդրել է Աստծուց, որպեսզի նա պաշտպանի իրեն եւ իր փոքրիկին, եւ Աստված նրան վերածել է լճի։ Իհարկե սա լեգենդ է եւ վարկածներից մեկն է, սակայն իրականում այն իսկապես յուրահատուկ վայր է եւ այնտեղ չի թույլատրվում լողալ, ընդամենը հնարավոր է նավակով այցելություն եւ տեսնել թե ինչ հրաշք է։ Իրականում Լանկավի բնությունը իսկապես հրաշալի բնություն է, հրաշալի անտառներով, կենդանիներով, նշեմ, որ Մալայզիայի տարածքի մեծ մասը, գրեթե 73%-ը անտառներ են, եւ նրանք պաշտպանում են իրենց անտառները եւ Կիլիմ գեոպարկը աշխարհի գեոպարկերի մեջ լավագույններից մեկն է։ Նշեմ Լանկավի եւս մեկ շատ հետաքրքիր եւ լավ յուրահատկություն, դա այն է, որ Լանկավին duty free կղզի է եւ այստեղ ամեն ինչ 3-4 անգամ ավելի մատչելի է, քան Կուալա Լումպուրում եւ այլ քաղաքներում։ Այստեղ հնարավոր է գնել քաթանից հրաշալի կտորեղեն, հագուստներ, ինչպես նաեւ այստեղ ալկոհոլային խանութներ կան, որոնք կարելի է գնել, ինչպես նաեւ այլ իրերը, որոնք ցանկանում են եւ ընդհանրապես գնում են զբոսաշրջիկները։ Ահա տեսնում ենք Պանտայ Չենանգն է սա, իր հրաշալի ավազով, Դատայ Բեյն է, Դատայ լողափը, Տանջունգրու լողափն է, ահա Դատայ ծովածոցը, անվտանգ եւ քամիներից պաշտպանված,
Նշեմ, որ Լանկավին իրականում հնարավոր է զբոսաշրջիկներին առաջարկել տարին 12 ամիս։ Իհարկե, բարձր սեզոնը դա ընկնում է նոյեմբերից մինչև մարտ ընկած հատվածում, սակայն մնացած ժամանակահատվածում եւս այստեղ այն անձրևները տարածված չեն, հնարավոր է կան օրական 1 ժամ կամ ավելի քիչ եւ կարճատև են։ Եվ նշեմ, որ մարտի սկզբում հնարավոր է լինեն մեդուզաներ։ Այստեղ դայվինգ եւ սնորքլինգ եւս հնարավոր է անել, այցելել օկեանարիում հյուրանոցներից, որը կարող եք առաջարկել զբոսաշրջիկներին, դա լյուքս դասի Four Seasons Լանկավի հյուրանոցն է, որը գտնվում է, ինչպես նշեցի, Տանջունգրու լողափին։ Այս հյուրանոցը առանձնահատուկ է նրանով, որ այն գտնվում է անտառի եւ ծովի մեջտեղը, մի կողմում ջունգլիներն են, մյուս կողմում ծովն է, տարածքով շատ մեծ է եւ սակայն իր մեծությամբ ունի ընդամենը 92 համար։ Հաջորդը դա Դատայ Լանկավին է, որը եւս լյուքս տաքսի հյուրանոցների ցանցին է պատկանում եւ այն եւս հրաշալի հյուրանոց է, որը կարող ենք առաջարկել հյուրերին, սակայն պետք է նշել, որ Դատայը իրականում գտնվում է անտառի բավականին բարձր հատվածում եւ այստեղ առկա են սանդուղքներ, որը հյուրերին առաջարկելուց առաջ անպայման պետք է նշել։ Յուրաքանչյուր հյուրանոցի մասին մենք ինֆորմացիա տեղադրելու ենք մեր էջում, YouTube ալիքում, որը կարող եք դիտել եւ առանձնացնել ձեզ համար։ Սա էլ Դատայի լողափն է։ Հաջորդը Ritz հյուրանոցն է, որը գտնվում է Պանտայ կոկում եւ այն եւս հրաշալի հյուրանոց է։ Ահա Ritz-ի լողափն է։ Հաջորդը Park Royal Լանկավի հյուրանոցն է, որը գտնվում է Պանտայ Չենանգում։ Եվ հաջորդը Loft Լանկավի հյուրանոցն է, որը գտնվում է Պանտայի Տենգայում եւ այն հիանալի առաջարկ կարող է լինել գին որակ մատուցման համար։ Ինչպես նշեցի, սեզոնայնությունը այնքան էլ արտահայտված չէ եւ հնարավոր է տարին 12 ամիս Լանկավին առաջարկել հյուրերին, ինչպես նաեւ կարող են այցելել Sky Bridge and Cable Bar, դա եւս էքսկուրսիոն ծրագիր է եւ այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Լանկավի կղզին եւ շրջակա կղզիները եւ ծովը։ Ահա Կիլիմ Geoforest Park-ը, որը ինչպես նշեցի, աշխարհի լավագույն պարկերից մեկն է եւ ամենախնամված պարկերից մեկը։ Հնարավոր է համատեղել Լանկավի եւ Պենանգ կոմբո տուրը, այսինքն Լանկավից հնարավոր է այցելել դեպի Պենանգ կամ առաջինը գնալ Պենանգ եւ այնտեղից այցելել Լանկավի եւ Պենանգի մասին մենք անպայման կունենանք վեբինար եւ նշեմ, որ Լանկավիում կա ճոպանուղի, որով բարձրանում են դեպի Sky Bridge եւ տեսնում են այդ հրաշալի տեսարանները։ Հարգելի գործընկերներ, իսկ ինչ վերաբերվում է Մալայզիա մուտքի կանոններին, նշեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Մալայզիայի մուտքը վիզայով չէ, այսինքն վիզա free է, սակայն Մալայզիա մուտքից առաջ պետք է լրացնել Malaysia Digital Card-ը, որը լրացվում է մոտավորապես 3 օր առաջ եւ
Անձնագիրը պետք է ունենա վավերականության ժամկետ Մալայզիա մուտքի օրվանից 6 ամիս։ Ահա եւ Մալայզիայի մուտքի կանոնները, որոնք շատ կարևոր են եւ հաջորդը անցնենք Կուալա Լումպուրին, պես գիտենք Մալայզիայի մայրաքաղաքն է, ինչով է յուրահատուկ Կուալա Լումպուրը, որովհետեւ այն ժամանակակից քաղաքի եւ հնագույն ճարտարապետության միաձուլման խորհրդանիշներից մեկն է աշխարհում գտնվող եւ այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր երկնաքերերից մեկը Petronas Twin Towers-ը, որը երկար ժամանակ եղել է աշխարհի ամենաբարձր երկնաքերը, ինչպես նաև Կուալա Լումպուրում կան այլ հրաշալի վայրեր, որոնք հնարավոր է այցելել եւ տեսնել։ Եվ ինչպես նշեցի, մենք առաջարկում ենք այցելել Կուալա Լումպուր մոտավորապես 2-3 օր ժամանակահատվածով եւ այդ 2-ից 3 օրվա ընթացքում հնարավոր է տեսնել Կուալա Լումպուրի գրեթե բոլոր տեսարժան վայրերը, իսկ եթե ուզում են ավելի խորը եւ ավելի հետաքրքիր վայրեր տեսնել Կուալա Լումպուրում եւ Կուալա Լումպուրի շրջակա տարածքներում, 4 օրը բավական է այդ ամենը տեսնելու համար։ Կուալա Լումպուրում կարող են այցելել եւ տեսնել Petronas Twin Towers-ը, հեռուստաաշտարակը, Մալայզիան կազմված է թերակղզային հատվածից եւ կղզային հատվածից, կղզային հատվածը դա Բորնեո կղզին է։ Ահա։ Կլիման արևադարձային տաք եւ խոնավ, սակայն սեզոնայնությունը նույնպես Կուալա Լումպուրում արտահայտված չէ եւ հնարավոր է այն զբոսաշրջիկներին առաջարկել տարին 12 ամիս։ Անձրևները կարճատև են եւ տաքության հաշվին ամենևին չեն խանգարում ոչ մի էքսկուրսիոն ծրագրի եւ հանգստին։ Կուալա Լումպուրում համադրված են մի քանի տեսակ մշակույթները, ինչպես մալայական, չինական, հնդկական, Պենանգում նաև հայկականը, սակայն դրա մասին մենք կխոսենք մեր հետագա վեբինարների ընթացքում, երբ որ Պենանգի մասին կխոսենք։ Բնակչությունը բազմազգ է, Մալայզիայի կրոնը դա իսլամն է։ Ի տարբերություն այլ երկրների, այստեղ նաև տարածում ունի բուդդիզմը, հինդուիզմը եւ մեկ փողոցում կարող են տեսնել ինչպես մուսուլմանական մզկիթ, այնպես էլ քրիստոնեական եկեղեցի, հնդկական եւ չինական տաճարներ, որոնք կողք կողքի են եւ այդ մարդիկ ապրում են խաղաղության եւ հանգստության մեջ։ Լեզուն մալայերենը եւ անգլերենը շատ տարածված են։ Անգլերենը իհարկե մալայերենի նման չէ, սակայն գրեթե բոլոր հյուրանոցներում եւ տուրիստական շրջաններում հիանալի խոսում են անգլերեն եւ ոչ մի խնդիր չի լինում։ Իդեպ նշեմ, որ եթե զբոսաշրջիկները ուզում են ռուսալեզու գիդ, ապա անպայման պետք է նախորոք այդ մասին պայմանավորվել, որովհետև ռուսալեզու գիտերը քիչ են եւ հնարավոր է չլինեն այն ժամանակահատվածում, երբ զբոսաշրջիկները գնում են այնտեղ։ Ինչու գնալ Կուալա Լումպուր եւ ընդհանրապես Մալայզիա, որովհետեւ այստեղ համադրված են էկզոտիկան եւ հարմարավետությունը եւ ինչպես նշեցի, այստեղ հնարավոր է տեսնել ինչպես կոլոնիական մշակույթ, այսինքն գաղութային մշակույթ, այնպես էլ ժամանակակից ճարտարապետություն, որի համադրությունը իրականում տալիս է վառ տպավորություններ զբոսաշրջիկներին։ Ժամանցի վայրերից, որը կարելի է այցելել Կուալա Լումպուրում, դրանք KLCC կենտրոնական հատվածն է, չքնաղագույն պարկով,
որը շատ հարմար է զբոսանքների համար, եւ Bukit Bintang, որը եւս զբոսանքների համար նախատեսված վայր է, եւ կարելի է այցելել Batu Caves։ Batu Caves-ը դա հինդուիստական աստվածություններից մեկին նվիրված վայր է, որը կառուցված է քարանձավներում։ Հնարավոր է նաև ակտիվ հանգիստ կազմակերպել այստեղ։ Դրա համար Genting Highlands պետք է գնալ։ Շատ յուրահատուկ խոհանոց ունի Մալայզիան։ Այստեղ տարածված են ինչպես չինական, մալայզիական եւ եվրոպական խոհանոցները, այնպես էլ այստեղ լիբանանյան խոհանոցն է տարածված, եւ մենք խորհուրդ ենք տալիս, եթե այցելում են Մալայզիա, անպայման պետք է փորձեն Nasi Lemak եւ Laksa։ Շոփինգի համար իհարկե Կուալա Լումպուրը հիանալի վայր է, ինչպես նաև նրանք կարող են այցելել Genting Highlands եւ այնտեղ կատարել իրենց շոփինգը, եւ նշեմ, որ հենց Genting Highlands-ում է գտնվում Մալայզիայի միակ խաղատունը։ Կենդանիներից այստեղ պարկերում կարող են տեսնել օրանգուտան, քթակիր կապիկ, ինչպես նաև փղեր, փոքրիկ արջերին, ինչպես նշեցի, Կուալա Լումպուր կարելի է հասնել Air Arabia-ով եւ այնտեղից ներքին թռիչքով մի քանի անգամ թռնում է դեպի Լանկավի, այցելել Լանկավի։ Մալայզիայի մուտքի կանոնները եւս մեկ անգամ նշենք, որ 30 օր առանց վիզա է ՀՀ քաղաքացիների համար։ Անձնագրի վավերականության ժամկետը 6 ամիս Մալայզիա մուտք գործվանից սկսած, եւ հյուրերը պետք է անպայման իրենց հետ ունենան հետադարձի ավիատոմս կամ երրորդ երկիր գնալու տոմսը, անպայման ունենալ հյուրանոցի ամրագրումը։ Եվ 3 օր առաջ անհրաժեշտ է լրացնել Malaysia Digital Arrival Card-ը։ Ամբողջ ինֆորմացիան մենք տրամադրում ենք ամրագրումից հետո իհարկե, եւ լրացնելը ամենևին դժվար չէ։ Ահա այսքանը հարգելի գործընկերներ Լանկավի եւ Կուալա Լումպուրի մասին։ Խնդրում եմ, եթե ունեք հարցեր, գրեք չաթում, որպեսզի կարողանանք պատասխանել այդ հարցերին։ Նշեմ, որ կարող եք ձեր ամրագրումները իրականացնել մեր համակարգով, B2B համակարգով, որի մեյլը անպայման մենք ձեր մեյլին կուղարկենք այդ ծրագիրը, եթե չունեք, եթե ունեք, կարող եք անպայման այնտեղով իրականացնել ձեր ամրագրումները, ինչպես նաև Սինգապուր։ Եթե ունեք հարցեր, խնդրում եմ գրեք չաթում։ Բարև ձեզ, տրանսֆերի մասով ինֆորմացիա կտրամադրեք։ Տրանսֆեր եւս իրականացնում ենք թե Կուալա Լումպուրում, թե Լանկավիում, Սինգապուրում եւս տրանսֆերը իրականացվում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային գներին ծանոթանալու համար արդեն կարող եք գրել մեզ կամ մեյլ ուղարկել մեր էջին, որովհետև այս պահին ես չեմ կարող հիշել ամբողջական գնային ինֆորմացիան։ Տրանսֆերը կազմակերպում ենք Մալայզիայի բոլոր քաղաքներում, ինչպես Լանկավիում, Կուալա Լումպուրում, Պենանգում, Բորնեոյում։ Նշեմ, որ անպայման ունենալու ենք վեբինարներ նվիրված Մալայզիայի բոլոր ուղություններին, Պենանգ, Բորնեո, Սաբահ եւ Սարավակ հատվածներին, նշելու ենք, թե որ հատվածում կարելի է տարվա որ եղանակին գնալ իհարկե։ Դե ինչ հարգելի գործընկերներ, շնորհակալ ենք վեբինարին մասնակցելու համար, հուսանք, որ ինֆորմատիվ եւ հագեցած վեբինար էր, կտեղադրենք մեր YouTube-յան ալիքում, հետագայում կլինեն նաև այլ վեբինարներ նվիրված այլ ուղղություններին։ Շնորհակալություն, լավ մնացեք, ձեզ լավ աշխատանքային օր։